Միչիգանի Grand Plank Township-ում երեք տեղի ունեցած սարսափելի հարձակումը խլել է առնվազն 4 մարդու կյանք եւ վիրավորել 8-ի։ Հարձակվողը 40-ամյա Թոմաս Ջեյքոբ Սենֆորդը նախկին ծովային հետևակային իր բեռնատարով բախվել է եկեղեցու շենքին, ապա կրակ բացել ներսում գտնվող մարդկանց վրա։ Հետաքննությունը ցույց է տվել, որ հարձակվողը նաև օգտագործել է բենզին շենքը հրդեհելու համար։ Հրկիզումից հետո եկեղեցին ամբողջությամբ այրվել է, պահպանվել են միայն արտաքին պատերը։ Վիրավորների թվում են երեխաներ էլ, տարեցներ էլ, 5 հրազենային վնասվածք են ստացել, մյուսները ծխահարվել, նրանցից մեկը շարունակում է մնալ ծանր վիճակում։ Դաշնային քննչական բյուրոն հարձակումը որակել է որպես թիրախային բռնություն։ Փրկարարական ծառայությունները այսօր շարունակում էին որոնել զոհերի մոխրացած ավերակներում, իշխանությունները հայտնել են, որ որոշ մարդիկ անհետ կորած են համարվում։ Ծովային հետևակի տվյալներով Սանֆորդը ծառայել է 2004-ից 2008 թվականներին, մեկ անգամ մասնակցել է Իրաքի պատերազմին եւ ստացել է լավ վարքագծի մեդալ։ Սա երկրորդ զանգվածային կրակոցն էր ԱՄՆ-ում ընդամենը 24 ժամ ընթացքում շաբաթ գիշերն էլ Հյուսիսային Կարոլինայում մի տղամարդ նավակից կրակ էր բացել ամբոխի վրա, սպանելով 3 անձի։